Ողջույն, իմ սիրելի արվեստասեր հանդիսատես, ահա և մենք նորից հանդիպեցինք, և ուրախություն ինձ այս հանդիպումը կայացավ ձեր անկեղծ ցանկության և ջերմ ընդունելության շնորհիվ, որի համար անչափ շնորհակալ եմ։ Այսօր ես ձեզ կուղեկցեմ սիրո պոեզիայի, և ինչու միայն սիրո, պոեզիայի հաճելի արահետներով։ Պոեզիան լույս է, որ այսօր ներքին խաղաղությունը վերագտնելու համար մեզ շատ է անհրաժեշտ։ Այն այո մեր հոգու ընկերն է։ Եկեք չզլանանք, հաճախ մեր հոգիներին լսելի դարձնել մեծերի խոսքը, քանզի նրանք գիտեին ճշմարիտ ապրելու և գեղեցիկ սիրելու բանաձևը։ Ես ամեն օր քեզ հետ զրուցում եմ թաքուն, և ամեն օր քեզ հետ կռիվ ու վեճ ունեմ։ Եվ ամեն օր այսպես տառապում եմ սերիմ, չէ որ մտածում եմ, որ ես էլ վերջ ունեմ։ Անբնական մի վերջ, հիմար մի տագնապից, հիմար մի տագնապի անբնական չափից, իմ ու այս աշխարհի անբնական կապից, ամեն կողմից գլխիս երազներից թափվող անմարդկային ցավից, անբնական մի վերջ, սերիմ, անբնական։ Դու որ կարող ես թավշեմ իր ժպիտով բոցավառել իմ գորշ ու տաղտկալի ներկան, և որ կարող ես գուրգուրանքի ստով լցնել իմ մեջ կյանքի ուժը տիտանական, դու հեռացար այնպես փափուկ ու բնական, այնպես անփութորեն ու մտերիմ այնքան մտերմորեն և լուռ և անհուզում, որ ես հիմա ցավից խորտակվել եմ ուզում։ Մի տագնապիր, մի լար և մի ասա, թե դու հետո ճամփաներ ես փնտրել վերադարձի։ Իսկ դու գիտես, ինչ է ցավը խորտակվածի և կորուստը արդեն կորուստված մարդու։ Պիտի ելնեմ հիմա, մառախուղի միջով պիտի գնամ ինչ-որ անհայտ ճամփորդության, և դա չի լինելու խռովվածի տագնապ կամ միամիտ մարդու քմայ կամ փորձության։ Պիտի գնամ, ինչ կա, դու էլ պիտի գնաս, որպես փափուկ մշուշ կամ կարոտի մի հով, պիտի գնաս մենակ, անվերադարձ անփույթ, սակայն ավաղ ուրիշ ճանապարհով։